ճանաչվում է հաշմանդամ, երբ առկա է հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերում է կենսագործունեության որևէ տեսակի եւ որևէ աստիճանի սահմանափակման։ Մինչև 18 տարեկան երեխային հաշմանդամ երեխա կարգավիճակի տրման նպատակով բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրել գործընթացը եւ փաստաթղթերի նախապատրաստումը իրականացվում է երեխաների բուժօգնության կամ սպասարկում իրականացնող տարածքային սպասարկման բժշկական հաստատության կողմից, որտեղ հանձնաժողովի որոշման հիման վրա երեխային սպասարկող տեղամասային բժշկի կողմից լրացվում է մինչև 18 տարեկան երեխայի բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր, ձև համար 088-1։ Անձին բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրում օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունը, անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության։ Բուժող բժշկի կողմից լրացվում է 18 եւ բարձր տարիքի անձի բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր, ձև համար 088, եւ ներկայացվում է բժշկափորձագիտական հանձնաժողովին։ Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է հանձնաժողովի նախագահին ներկայացված անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա, ներկայացնելով անձի անձնագիրը։ Մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի անձնագիրը, իսկ 16-ից 18 տարեկան երեխաները դիմումը գրում են անձամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։ Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում է օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը։ Հաշմանդամության կարգ տրամադրելու ժամանակահատվածը պետք է չգերազանցի 30 օրը։ Դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ։ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք ստանալ այցելելով Հայաստանի Հանրապետության փորձաքննության գործակալության կայք hhbsp.am